Սիրելի վայոց գործիներ, հաջորդ ելույթ ունեցողը երբեք չի ասում հայրենասիրական կենացներ։ Դուք նրան երբեք չեք լսի խոսելիս ինչ-որ վեհ և մելամաղձոտ գաղափարներից։ Հակառակը, դուք կլսեք, որ նա ասում է միշտ ճշմարտությունը, նույնիսկ եթե այն հնչում է չոր ու կոպիտ։ Բայց փոխարենը նա լուր անում է իր աշխատանքը։ Եվ նրա աշխատանքի շնորհիվ է, որ միայն այս տարի թոշակները ավելացել են 10,000 դրամով։ Եվ սա այն պայմաններում, երբ 2018 թվականի դրությամբ նվազագույն թոշակը կազմում էր ընդամենը 16,000 դրամ։ Այն հայրենասիրական կենացներ ասող սոցիալ նախարարների օրոք նվազագույն կենսաթոշակը կազմում էր ընդամենը 16,000 դրամ։ Այսօր դա արդեն կազմում է 46,000 դրամ, չհաշված հետվճարը։ Եվ սա հնարավոր է դարձել մեր կառավարության նախորդ սոցիալ նախարարների եւ այժմ գլխավորապես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի շնորհիվ, որը հիմա ելույթ կունենա, ողջունեք նրան։ Վայոց ձորի սիրելի բնակիչներ, սիրելի ժողովուրդ, մեծ սրտով ողջունում եմ ձեզ։ Սիրելի ժողովուրդ, հունիսի 7-ին ազգային ժողովի հերթական ընտրություններն են։ Այս ընտրությունները նրա մասին են, երբ իշխանությունը վերադարձվում է ժողովրդին, որ ժողովուրդը նորից որոշի, ում է այն պատվիրակելու։ Դուք եք որոշում, իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում արդեն 8 տարի է, և մենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ համարձակվում ենք ևս մեկ անգամ հայցել ձերքվեն։ Ինչու ենք համարձակվում հայցել ձերքվեն, սիրելի ժողովուրդ։ Որովհետև հաստատել ենք խաղաղություն Հայաստանի Հանրապետությունում, որովհետև առաջ խաղացնում ենք իրական Հայաստանի գաղափարախոսությունը, այն Հայաստանի, որ մենք ունենք, մեր երազանքների հայրենիքը, որպեսզի մենք նոր հայրենիքներ փնտրելու անհրաժեշտություն չունենանք, որտև Հայաստանն է մեր տունը, Վայոց ձորն է մեր տունը, Եղեգնաձորն է մեր տունը, Ջերմուկը, Արենին, Վայքը, Շատինը, բոլոր համայնքներն են մեր տունը և մենք նոր տների կարիք չունենք։ Մենք նաև համարձակվում ենք հայցել ձերքվեն, որտեղ վերջի 8 տարիների ընթացքում այնքան աշխատանք են կատարել, որը չի կատարվել մեզնից առաջ տասնյակ տարիների ընթացքում։ Մենք այսօր բազմաթիվ համայնքներում շրջելով ինքներս տեսնում ենք այդ աշխատանքը։ Այսօր օրինակ Մարտիրոսում էինք և տեսնում էինք այն 300 դպրոցներից մեկը, որ կառուցվում էր և կկառուցվի, և մարզում միայն կառուցվել են տասնյակ նման դպրոցներ։ Մենք ճանապարհին տեսնում ենք 16 միլիոնների դրամով կառուցվող հարյուրավոր տները, հազարավոր Հայաստանում և հարյուրավոր միայն Վայոց ձորում։ Եվ նաև իհարկե այդ ծրագրերը շարունակական են լինելու։ Մենք նաև պարոն Ռուբինյանը իրավացիորեն նշեց այդ տնտեսական զարգացումը, որը նաև խաղաղության շնորհիվ է եկել Հայաստանի Հանրապետություն։ Իհարկե նաև կոռուպցիա և ստվերի դեմ պայքարի կապիտալացնում և վերադարձնում ենք ձեր սիրելի ժողովուրդ։ Այդ 10,000 դրամները ձեր 10,000 դրամներն են եղել, որոնք հետ վճարով 20 են դառնում, որ մենք վերադարձնում ենք ձեզ, և ոչ թե, ինչպես էլի պարոն Ռուբինյանը իրավացիորեն նշեց, դղյակներ են կառուցում տարբեր հայտնի թանգանոց թաղամասերում կամ օտարերկրյա երկրներում, օտար կղզիներում։ Մենք նաև իհարկե ձեր մոտ գալիս ենք մեր նախընտրական ծրագրով, որտեղ կան բաներ, որ մենք շարունակելու ենք և բաներ, որ նոր ենք անելու։ Ես հիմա չեմ ուզում այդ ամբողջը նշել, որովհետև այն հրապարակված է և կկարողանաք ծանոթանալ դրանց։ Բայց ես նաև ուզում եմ իմ քարոզարշավի տպավորություններով կիսվել ձեր հետ, որ բերել եմ Երևան քաղաքից։ Ես վերջի 2 օրը քարոզարշավի էի Երևան քաղաքում և հատկապես Նոր-Նորքի զանգվածում, մասիվում, հայտնի այսպես ասած, և շփվում էի քաղաքացիների հետ։ Ու քաղաքացիներին հարցնում եմ, ինչ եք մտածում հունիսի 7-ի մասին։ Եվ մի քաղաքացի ինձ ասեց հետևյալը, ասեց խնդրում եմ խեղդեք դրանց։ Ասեցի սիրելի քաղաքացի, խեղդողը դու ես։ Խեղդողը դու ես, սիրելի քաղաքացի, և այդ եռագլուխ հրեշը,
որ պատերազմ է ուզում բերել մեր երկիր, պետք է խեղդվի բնում։ Ու հարցրեցի, ասեցի, տեր եք կանգնելու խաղաղությանը։ Ու ստացա մի պատասխան, որ ուզում եմ հիմա լսել ձեզնից։ Տեր ենք կանգնելու խաղաղությանը։ Տեր ենք կանգնելու պետությանը։ Տեր ենք կանգնելու ինքնիշխանությանը։ Տեր ենք անկախությանը։ Սիրում եմ բոլորիդ։ Ձերի ժողովուրդ, հավանաբար վերջին 5 տարիներին ազգային ժողովի նիստերին հետևել